Տիգրան ջան, իսկ կապանը ինչքանով է կարևոր ձեզ համար։ Սենց ասեմ, ժամանակին ես գնում էի Արցախ 2020 թվականից շատ հաճախ եմ այցելել Արցախ եւ Արցախից հետո կապանը ինձ դարձավ ավելի մոտիկ, ոնց սենց ասեմ, Արցախի կարոտը կապանից եմ ճիշտ է, որ բոլորս ասում ենք գնանք կապան, միշտ ես որ ասում գնում եմ կապան, նա ասում են էլի կարոտել ես Արցախը, գնում ես կապան կարոտես արդեն։ Դից հիշացնում է Արցախը, դրա համար եմ գալիս եւ Սևակի հետ որ ես կապան ֆեստին սկսեցինք այս գործողությունները տեսակ ավելի հարազատացավ, հաճախ հարցնում են, ասում են առաջին անգամ եք կապանում, ասում եմ ես համարյա տեղացի եմ կապանում։ Իսկ մի հարց էլի, որ մենք խոսում ենք այս երաժշտությունը շատ է խանգարում։ Մենք չենք կարող այս երաժշտության տակ հարցազրույց անենք։ Չի լսում։ Իսկ չեք կարծում, որ Երևանը շեփորի քաղաք է։ Այո, կարծեմ հայերի համար շատ կարևոր է թե ինչ ազգի։ Ադոլֆ Հիտլերը լսել է Վագներ եւ շատ է սիրել, կարող է երբեք էլ չթողեմ ես նվագենք, այսինքն արկել են նվագելու ու հենց այդ միտքը ինձ ուղղակի խելագար է դարձնում։ Նախակապանյան տես մի փոքրիկ փառատոն եղավ հենց Ստեփանակերտում, Զարթոնք փառատոնը։ Կար ինչ-որ մեկը երաժիշտներից, որ երբ երիտասարդ եք ուզում եք նմանվել։ Ոչ։ Ինքը շատ սիրուն ստեղծագործություններ ունի, փորձելու ենք մի քիչ հայկական երաժշտությունը համադրենք ջազ երաժշտության հետ։ Իմիջիալոց պարապելը եւ նվագելը դեպրեսիայից հանելու ամենալավ միջոցն է։ Բարև ձեզ, մենք կապանում ենք եւ Կապան ֆեստի շրջանակներում իմ զրուցակիցն է Տիգրան Սուչյանը։ Տիգրան, մի քիչ ես պատմեմ ձեր մասին, թե դուք պատմեք։ Ես ուզում եմ դուք պատմեք։ Եկեք հա, ամենասկզբից։ Հա, ավարտել եմ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան, շատ փոքր հասակից երաժշտության մեջ եմ եղել, կարելի ասել չեմ հիշում ինձ, որ երաժշտության մեջ չեմ եղել այդ ժամանակները, սկզբից երգել եմ, հետո երևի 11 թե 12 տարեկանից սկսել եմ շեփորով։ Ինչու են շեփորով։ Դուք եք ընտրել գործիքը։ Այո, հենց ես եմ ընտրել, չնայած հորեղբորս տղան շեփոր էր նվագում եւ միշտ ես մոտենում էի իրան ու շատ էի խնդրում, որ տա այդ գործիքը ես նվագեմ ու ինքը չէր տալիս, իհարկե ոնց որ նենց ոնց որ հիմա ես չեմ տա ուրիշին իմ գործիքը ու միշտ ցանկություն կա որ այդ գործիքը նվագեի ու հորեղբորս տղայի ուսուցիչը որ եկել էր մեր տուն քեֆ ուրախության ժամանակ հարց ու փորձ արեց, ստուգեց ինձ լսողությունս, ռիթմս եւ շատ դուր եկավ, ասաց ինչ ես անում, ասացի երգում, ասաց արի քեզ մի հատ կարգին գործիկ տանք նվագի, բա ինչ կուզես, ասաց փողային գործիկներից, ընտրեցի շեփորը։ Ինչու։ Չգիտեմ, ձայնը դուրս գալիս է, ինքը նույն այն ժամանակ չէի հասկանում, բայց կարծում եմ, այտենց խոսք կա, չէ՞ որ ասում են մարդու տեսակն է ընտրում այդ գործիքը, թե գործիկ ընտրողն է այդ տեսակի մարդ, այտենց մի հատ բան կա, որտեղ ամեն մի գործիկ իր մի գործիկ նվագողը իր բնավորություն ունի եւ ընդհանուր ասենք օրինակ շեփորարները այսպեսին են, բայց իհարկե դա մեծ չէ որ այդպես է։ Իսկ չեք կարծում, որ Երևանը շեփորի քաղաք է։ Այո։
Երևանը որի դա այս ժամանակակից ռիլսեր կան չէ, որ ինչ որ մի հատ երաժշտություն են վիդեո է, ինչ որ քաղաքի ու երաժշտություն ֆոնին, ու այս միշտ նման ռիլսեր նայելուց, երբ որ Facebook-ում բերում է Facebook-ը նման վիդեոն, միշտ մտածում եմ, այ Երևանն այն քաղաքն է, որը որ շեփոր է սիրում, շեփորի ձայնը Երևանի ձայնն է։ Շատ ճիշտ։ Իսկ հետո ինչ եղավ ձեզ հետ։ Սկսեցի մտնել երաժշտական տարբեր խմբեր նվագելով, ավելի շուտ երաժշտական դպրոցից հետո կոնսերվատորիա, իսկ կոնսերվատորիայի տարիներին սկսեցի նվագել Հայաստանի պետական ջազ նվագախմբում, ձեռք բերեցի շատ ընկերներ, երաժիշտ ընկերներ, որոնք նաև նվագում էին տարբեր խմբերում, ասես կամաց մեծ ծանոթություն, մեծ շրջապատ ունեցա երաժշտական եւ իմ կյանքում շատ մեծ փոփոխություն մտցրեց Armenian Navy Band-ը, իդեմս Արտո Թունջբոյաջյանի, որի Արարատ երգը։ Չէ, նախքան Արարատ երգը շատ ավելի ուշ եկավ, բայց նախքան այդ ամեն ինչը գալը մենք 12 հոգի խումբ էինք եւ մենք շրջագայում էինք, շատ էինք շրջագայում եւ նվագում էինք լրիվ ուրիշ երաժշտություն, որ շատերը նույնիսկ չգիտեն էլ, որ Armenian Navy Band-ը նման երաժշտություն ունի, բայց ամենակարևորը ինչ հասկացա այդ խմբում, որ երաժշտությունը միայն ուղղակի նստել, նվագել, նոտաներ նվագելը չէ, Արտոն ավելի շատ սովորեցրեց ստեղծագործել, այսինքն ամեն ինչ կա քո մեջ, ուղղակի պետք է ուշադիր լինես ու ինչ գալիս է, որ պահին ինչ գալիս է, պետք է ինչ որ միտեղ գրես, արձանագրես, որպեսզի հետագայում դա ոնց որ քո պաշարն է, քեզ պետք գա եւ այդպես էլ եղավ։ Հետաքրքիր է, իսկ Տիգրան, ինչու հենց ջազը ունի այսպես էթնո ջազ, այսինքն սա ինչից է գալիս, որ էթնո երաժշտությունը ամենահեշտն է, ինչ որ ջազի հետ կարողանում ինչ որ սիներգիա ստեղծել, չգիտեմ ինչպես են ասում երաժիշտները։ Կարծում եմ ջազ երաժշտության մեջ շատ կարևոր է յուրահատկությունը, իսկ յուրահատկությունը ամեն մարդ իր արմատներով պետք է ստանա, որովհետև շատերը կարող են նվագել տրադիցիոն ջազ երաժշտությունը եւ ոչ մեկ չտարբերի ով է, իսկ երբ որ վերադառնում ես արմատներիդ, դա արդեն փոփոխություն է լինում։ Ես մի քիչ չեմ սիրում էթնո ջազ այդ խոսքը, բայց հայկական երաժշտությունը շատ սիրուն ձևով, շատ հետաքրքիր ձևով, իհարկե եթե մարդը ունի փորձ եւ ճաշակ, շատ լավ համադրվում են իրար հետ։ Երաժիշտների մեջ եղբայրություն, հա, երաժշտական եղբայրություն կարևոր է, ով որ ազգի ներկայացուցիչ է, որ երկրից է, թե երաժիշտների մեջ դա բացառապես կարևոր չէ։ Իհարկե կարևոր է, եթե նա նվագում է կարծեմ հայերի համար շատ կարևոր է թե ինչ ազգի ու երևի մենակ հայերի համար կարևոր թե ինչ ազգ են, որովհետև մենք շատ արմատները մեր շատ խորն է երևի, դրա համար մեզ համար շատ կարևոր է թե տվյալ երաժշտի յուրահատկությունը ինչումն է։ Երաժիշտները սովորական մարդիկ են, չէ՞, այսինքն երաժիշտների մեջ էլ կան լավ, վատ մարդիկ, չոր մարդիկ, որ բարբերաբար կարող են տականքություն անել, դավաճանել եւ այլ եւ այլ։ Ըստ ձեր դիտարկմամբ, հա, երաժիշտների մեջ լավ մարդիկ ավելի շատ են, որովհետեւ երաժշտությունը ինչ որ ներքին դաստիարակություն, էմոցիոնալ դաստիարակություն էլ է տալիս։ Կարծում եմ չէ։ Դա կապ չունի։ Բոլոր մասնագիտությունների մեջ կան եւ լավ մարդիկ եւ վատ մարդիկ, ինչ որ մի քանակությամբ մարդիկ, չգիտեմ, ֆինանսիստ են, ինչ որ մի քանակությամբ մարդիկ երաժիշտ են, դա ինձ թվում է երաժշտության հետ կապ չունի։ Երաժշտությունը ավելի շատ երևի դաստիարակության նման մի բան է, որը մարդու մեջ ձևավորում է սոցիումի հետ շփվել, սոցիումում ապրել ու ունենալ որոշակի կրթության մի մաս է, սոցիալական կրթության մի մաս է։ Բայց մի քիչ ավելի դաստիարակության, որովհետև կրթությունն ու դաստիարակությունը կարելի է կրթություն չունենալ, բայց դաստիարակված մարդ լինել եւ կարելի է անդաստիարակ լինել եւ լավ կրթված լինել։ Ես ուզում եմ հասկանալ, կարելի է ասենք օրը մի 2 ժամ Բախ լսել եւ օրինակ չունենալ արժանապատվություն։
Չեմ կարող ասել, բայց օրինակ շատ վառ օրինակ է, որ Ադոլֆ Հիտլերը լսել է Վագներ եւ շատ է սիրել եւ դա իր տարերքն է եղել, բայց նա Ադոլֆ Հիտլերն էր։ Դե ինքը Վագներն էլ գրում էր նման երաժշտություն, բայց հրաժարվում էր բարձրանալ բեմ, եթե լինում են գոնե մեկ հրեա երաժիշտ, չէ՞։ Հա, կարող է լինել, բայց նայեք ինչ երաժշտություն է, ինչ հանճարեղ երաժշտություն է, բայց արարքները ինչ ուր հասցրեցին։ Այսինքն երաժշտությունը ընդհանրապես ինչպես եւ ամբողջ արվեստը ավելի շուտ գեղեցիկի մասին է, ոչ թե էթիկայից պետք չի խոսել, պետք է խոսել գեղեցկությունից եւ այդ գեղեցկության միջոցով ինչ որ փորձել մարդու մեջ լավ բաներ արտնացնել, այդպես։ Ինչու պետք է մարդ երաժշտություն լսի, սի գեղեցիկ երաժշտություն։ Ինձ թվում է եւ երաժշտին եւ երաժշտասերին շատ հենց երաժիշտը հենց առաջին իրեն է պետք որ ինքը այդ երաժշտությունը նվագի, որտեղ ինքը դրա կարիք ունի։ Հետ որ երբեք ոչ մեկ չլսի իրան, ոչ մի մարդ, կարծեմ երաժիշտը իսկական երաժիշտը միշտ կնվագի, ինչ որ մի բան կգտնի, ինչ որ մի գործիք կգտնի նվագի։ Բայց երաժիշտը ավելի վատ վիճակում է, այսինքն օրինակ մի քիչ նման է գրողին, հա, որ եթե դու ինչ որ մի բան ես գրում, եթե ոչ ոք մի անգամ մեկ վեբ գրես, երկրորդը գրես, երրորդը գրես եւ ոչ ոք չգնի, չկարդա, դու չորրորդը չես գրի։ Իսկ ասենք նկարիչը, հա, Վան Գոգի ոչ մի կտավ ոչ ոք իր եղբորից բացի ոչ ոք չէր գնել, բայց ինքը շարունակում էր գրել։ Այո, ահա, բայց մարդիկ կան, որոնք շարունակում էին անեն, այսինքն դա հենց հոգով նկարիչ լինելու կամ հոգով երաժիշտ։ Նման բանը երաժշտության մեջ կա։ Իհարկե, օրինակ շատ լավ օրինակ կար COVID-ի ամիսներին ես եւ ընկերներս ուղղակի գժում ենք, որտեղ ոչ միտեղ նվագելու հնարավորություն չկար։ Բայց նվագելուց պատշգամբում եք, չէ՞, նվագում որ ձեզ լսեն։ Չէ, մենք աշխատում էինք գոնե մենք մեր համար նվագենք, որովհետեւ շատ կարեւոր էր, որ ես մի պահ մտածում էի կարող է երբեք էլ չթողեմ մեզ նվագենք, այսինքն արկել են նվագելու ու հենց այդ միտքը ինձ ուղղակի խելագար էր դարձնում, ընկերներս էլ ասում էին ոնց կարող եմ մենք չկարողանանք նվագել։ Եկեք վերադառնանք ձեր կենսագրությանը, Տիգրան, եւ խնդրում եմ ինձ պատմեք ինչպես ձեր կյանքում հայտնվեց Արցախը եւ ինչու հայտնվեց ձեր ստեղծագործական կյանքում։ Արցախը տարբեր տարիներին գնացել եմ համերգներով, բայց ավելի սերտ կապվեցի հենց պատերազմի օրերին, որ Հայաստան Երևան եկան երաժշտական ուսումնական հաստատություններից երաժիշտ երեխաներ եւ Nexus արվեստի կենտրոնում իմ ընկերը տնօրենը Աննան խնդրեց որպեսզի զբաղվեմ շեփորար տղայով սկսեցինք պարապել, նվագել, շատ սիրեցինք, ընկերացանք, ուրիշ երեխաներ սկսեցին գալ, իրանց հետ մի փոքրիկ խումբ սարքեցինք, իմիջիալից Աննա արցախիկներ, հետո կամաց խումբ ձևավորվեց ու իրանց երազանքը դարձավ, որ վերադառնան, քանի որ պատերազմը դադարել էր, զինադադար էր, իրանց երազանքն էր, որ որպեսզի վերադառնան Ստեփանակերտ ու իրանց ընկերներին բոլորին ցույց տան, թե իրանք ինչեր են սովորել, ինչ նոր բաներ են սովորել։ Մենք ընկերներով սկսեցինք կազմակերպել նման միջոցառումներ, որ շատ մարդկանցով երաժիշտներով գնացինք Ստեփանակերտ, նվագեցինք եւ ես սկսեցի ավելի հաճախ գնալ տարբեր քաղաքներ եւ գյուղեր, որպեսզի մարդկանց համար նվագենք, հենց երեխաները նվագեն, մենք նվագենք։ Սենց հետո նկատեցին երևի պատկան մարմինները նկատեցին եւ առաջարկեցին ղեկավարել Արցախի պետական ջազ նվագախումբը։ Իմ համար սկզբից շատ ծանր շատ պատասխանատու բան էր, սկզբից մտածում էի երևի հրաժարվեմ, որովհետև դա մեծ խումբ ղեկավարելը դա հեշտ բան չէ, բայց ասեցի ինչու՞ չէ, փորձեմ, հենց սա երևի հենց հնարավորություն է, որ ունենամ իմ կարիերայում եւս։ Պետք է այսօր այդ խումբը նկատի ունեմ, ով է ֆինանսավորում դա։ Չկա որևէ ֆինանսավորում, շատ կուզեի իհարկե, որ քանի որ իր անունը Արցախի պետական ջազ նվագախումբ է, շատ կուզեի, որ պետությունը մի քիչ ուշադրություն դարձներ, որովհետև պատրաստի կոլեկտիվ է եւ մենք շատ հաջող համերգներ ենք ունենում,
Երևանում, նույնիսկ հասցրել ենք դուրս գալ փառատոնի, շատ լավ խումբ է ու հանդիսատեսը շատ լավ սիրում է, շատ է սիրում։ Կարծում եմ պետք է նման խմբերին ուշադրություն դարձնել եւ չգիտեմ, ինչ որ մի ժեստով պետական մարմինները թե ավելի շուտ մշակութային պատկան մարմինները, ասենց ասեմ, շատ կարևոր է, բայց չկա, բայց դա մեզ չի անհանգստացնում, քանի որ տեսակով երաժիշտ ենք եւ միշտ էլ եղել ենք անկախ, միշտ առաջ ենք գնալու, մենք սպասում ենք, եթե մարդիկ կարող են գալ, մենք միասին։ Պատկերացրեք, որ աներևակայելի մի բան, դուք Ստեփանակերտում եք, հրապարակում եք ազգային ժողովի Արցախի շենքը կա, դրոշը կա, ինչ կնվագեիք։ Շփոթել ձեզ հետ է։ Կարծում եմ որևէ կոնկրետ մեղեդի չէի նվագի, բայց կփորձեի նվագեի ավելի ազատ ոճի մեջ, բայց մոտիկ հայկական մեղեդիներին, քանի որ իմ մեջ միշտ այդ հայկական դասական երաժշտությունը նստած է եղել փոքր ժամանակվանից, ավելի շատ իմպրովիզացիայի տեսքով, բայց հայկական մոտիվներով մեղեդիներ կնվագեի, շատ ավելի ազատ։ Ու եթե ես մենակ կանգնած լինեի, երկար կնվագեի։ Երկար կնվագեիք։ Այո։ Իսկ ձեր ամենասիրած վայրը Երևանում ո՞րն է։ Երևանում կոնսերվատորիայի այգին, կարծում եմ։ Կոմիտասի արձանը։ Եվ շրջակա, այո, շրջակա տեղերը, որովհետև միշտ այդ տեղերում կարող ես հանդիպել լավ ընկերների, երաժիշտների, շատ լավ մարդկանց, որոնց հետ կարող ես կանգնել խոսել երկար բարակ տարբեր բաների մասին։ Եկեք վերադառնանք նաև փառատոնին, որտեղ մենք խոսում ենք Կապան ֆեստի փառատոնի շրջանակներում, հավատում եք, որ հնարավոր է Կապանում նման փառատոն լինի։ Այո, ինչու՞ չէ, որովհետև հենց նախակապանյան տես մի փոքրիկ փառատոն եղավ հենց Ստեփանակերտում, Զարթոնք փառատոնը, Իմիջալուդի Սուսեբակը հենց այնտեղ ենք ծանոթացել առաջին անգամ։ Մի փոքրիկ փառատոն եղավ ու Կապանի հիմիկվա փառատոնը հենց Ստեփանակերտում ուրվագծվեց։ Եվ մենք հասկացանք, որ նույն բանը մենք կարող ենք անել ավելի մասշտաբային, ավելի քիչ մեծ։ Կար ինչ որ մեկը երաժիշտներից, որ երբ երիտասարդ եք ուզում եք նմանվել։ Ոչ։ Իսկ մեկ ամենից շատ լսում։ Որպես շեփորահար կարող եմ ասել մի լեգենդար շեփորահար է եղել Կլիֆորդ Բրաուն, որը շատ երիտասարդ հասակում մահացել է ավտոկատաստրոֆայից ու իր թողած ժառանգությունը մինչև հիմա բոլոր շեփորահարները անվերապահ ընդունում են նրա արվեստը, մինչև հիմա ես լսում եմ ու շատ եմ լսել, շատ եմ փորձել ձայնով նմանվել իրեն։ Հաջողվել է։ Մի փոքր, հա, դե առաջին քայլերը անելուց միշտ ինչ որ ուզում ես, ինչ որ երբ որ այս մարդու գործն ես նվագում, ինչ որ նման լինի, բայց հետագայում հասկանում ես, որ պետք չի ոչ մեկի նմանվել։ Իսկ Կապան ֆեստի շրջանակներում ինչ եք նվագելու։ Կապան ֆեստի շրջանակներում մենք նվագելու ենք երկու մաս ունենք, ջազային մասը, պատրաստելու ենք վերջին օրվա համար կարնավալային երեկոյա լինելու, առանց դադարի նվագելու ենք երևի մի 40 րոպե, շատ հայտնի պոպուլյար ջազային ստեղծագործություններ եւ նաեւ մեզ են Արցախի նվագախումբը։ Ոչ, չէ, բայց Արցախի նվագախմբից կան երեխաներ, որոնք միացել են։ Չէ, հավաք արդեն ուսանողները իրանք հայտ են լրացրել եւ եկել են։ Դուք իրենց սովորեցնելու եք, հետո նվագելու եք։ Նոր ծրագիր ենք պատրաստելու, այո։ Եվ նաեւ մեզ են միանալու Նորայր Քարտաշյանը, ժողովրդական գործիքների վարպետ, ինքը շատ սիրուն ստեղծագործություններ ունի, փորձելու ենք մի քիչ հայկական երաժշտությունը
համադրենք ջազ երաժշտության հետ ու դասական երաժշտության հետ, sense մի սիրուն բան ստանանք։ Իսկ երբ կարոտում եք Արցախը, ինչ եք նվագում։ Եվ կարոտում ես ինչ եմ նվագում։ Ես ընդհանրապես ինձ հետաքրքիր է, երբ երաժիշտը ինչ որ լուրջ էմոցիաների ժամանակ նվագում է։ Այո։ Այս ինչ որ բան եք զգում, ասում եք, չէ, վերցնեմ մի հատ։ Օի միջալոց պարապելը եւ նվագելը դեպրեսիայից հանելու ամենալավ միջոցն է։ Այո, ուղղակի կարող ես այդպես շատ ված զգաս, չգիտես ինչ անել, բայց հենց գործիքը վերցնում ես, մի քիչ խորանում ես քո մտքերի մեջ ու քո մեղեդիների մեջ։ Մի ժամից հետո հասկանում ես, ինչքան ոնց ազատվեցի։ Ինչ եք նվագում, երբ Արցախն եք հիշում։ Կարոտում։ Արցախ հիշելուց չեմ նվագել, չեմ կարող ասել, բայց միշտ մտածում եմ ինչ կլիներ, եթե միջև հիմա գնայինք գայինք, ինչեր ես կարող էի անել, ինչքան կարող էինք նվագախմբով գալ, շրջագայել, գնալ այնտեղ նվագել, տարբեր բաներ ստեղծել, տարբեր համերգներ անել։ Այդ ամեն ինչը միշտ տենց հետին թվով միշտ երազում եմ, թե ինչեր կարելի էր անել, բայց կարծում եմ պետք չի շատ տխրել, պետք է ուղղակի հավաքվել եւ միշտ առաջ գնալ համբերությունով, կարծում եմ մի օր կգա այդ օրը, որ Եվ երաժշտությունը մեզ կարող է օգնել։ Հա, մի օր էլ հետ կգնանք երևի Արցախ, Աստված տա, ամեն ինչ թող լավ լինի։ Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար։ Ձեզ շնորհակալություն։